Այսինքն խոշոր ընտիր ամիդոր, ամեն մարդ չի կարում լոլիկ մշակի։ Խոշոր էլի նկատի ունեմ, որակով։ Երկու տարի առաջ վաճառումի էլ մեր լրագրող եկավ, հետո վաղտ ավելի ընտիր էր պամիդորս։ Կայնումի 10 ռուպետը վերջանում է։ Ռուբիկ Մկրտումյանն է, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղից, բազմափորձ գյուղատնտես է, նշում է, որ այս տարի բանջարեղեն արտադրողները եկամուտ չեն ունենա։ Նրա խոսքով 2 տարի առաջ լոլիկը վաճառում էին 400-ից 500 դրամով, իսկ հիմա նույնիսկ տարվա ընթացքում կատարած ծախսերը չի փոխհատուցվի։ Այնուամենայնիվ ընդգծում է, ավելի լավ է էժան վաճառի, քան բերքը փչանա։ 25 բանան բերում ենք 125 հազար փող է անում, 100,000-ն է ամեն ինչ կարող ենք անենք 100,000-ը։ 3 անգամ կանք 100,000 փող չի անում։ 15 հատ բերում ենք մի 40,000, 35,000։ Դա գումար չի էլի։ Գյուղատնտեսի պնդմամբ շատերը դադարել են լոլիկ աճեցնել, պատճառները տարբեր են, նաև պարարտանյութերն ու թունաքիմիկատներն են թանկացել։ Թանկով առնում ենք, բուժում ենք, որ կարողանանք եկամուտ ստանալ։ Մարդիկան չեն կարող։ Այս տարի շատ մարդիկ չեն դրել вообще, ոչ մի քոչ չեն դրել։ Փորձագետ Կարեն Պողոսյանը մեծ հետ զրույցում ընդգծեց, որ 1 հեկտար լոլիկի մշակության համար ծախսվում է 1.5-ից 2 միլիոն դրամ, իսկ այս տարվա գների պայմաններում բնականաբար գյուղացին զգալի ֆինանսական վնասներ կկրի։ Ես արդեն 26 տարի զբաղվում եմ պամիդորի աճեցմամբ, ես ոլորտին տիրապետում եմ, էլի։ Պամիդորը մթերում է 45 դրամով, տեսեք տակ ինչ է մնում։ Եթե ես այդ պամիդորի հսկայածավալ մասը չվաճառեմ շուկայում գոնե բարձր, այն էլ 100-ից բարձր, ես չեմ կարող գոյատևեմ։ Նույն խնդիրը շուտով կունենա նաև խաղող արտադրողը, ասում է Աշոտ Պետրոսյանը։ Նա նշեց, որ ունի նաև տեղցի այգիներ։ Այդ մրգատեսակը կարող են հարմար գներով իրացնել տեղական շուկայում, սակայն ըստ նրա խաղողի մթերումը դժվար կլինի։ Մարդկա 10 տոննա, մարդկա 20 տոննա, մարդկա 100 տոննա ունի։ Այս տարի ոչ մի պայմանագիր չի կնքվել ոչ մի զավոդի կողմից։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը չի հեշտում, որ խնդիրներ կան եւ երբեմն դրանք անխուսափելի են, սակայն կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։ Մեր գյուղացուն առաջինը անհանգստացնում է երկու հարց. ժամանակին կանոնավոր ջրամատակարարում եւ իր արտադրված արտադրանքի իրացում, արտահանում, մթերում, վերամշակում, իհարկե շահույթ ապահովող գներով։ Ոչ թե ասենք գործարանն ասի գիտես ինչ կա, ես 20 դրամով լոլիկ եմ մթերում, բերեք հանձնեք, դա դուրս գա որ մթերում։ Որոշակի շահույթ ապահովող գներով։ Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի առավոտյան Ակնալիշ գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան ավտոմայրուղին, դժգոհելով վերամշակող կազմակերպությունների առաջարկած ընդունման գնից։ Գյուղացիները գյուղմթերքի արտադրման համար վարկեր են վերցրել, հսկայական ծախսեր արել, իսկ մթերողները նրանց 1 կիլոգրամ լոլիկի դիմաց առաջարկում են 30-ից 40 դրամ։ Արմավիրի մարզպետարանից վստահեցրել են, որ գյուղացիներից ընդհանուր կմթերվի մոտ 5000 տոննա լոլիկ, 1 կիլոգրամը 40 դրամով։ Սակայն գյուղացիների համոզմամբ դա խնդրի ամբողջական լուծում չէ։ Մնացած արտադրանքը նրանք չեն կարողանա իրացնել, ինչի հետևանքով զգալի կորուստներ կկրեն։ Տիրոն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Արմավիրի մարզ։